Սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկած Ալեքսանդր Արզումանյանն ասում է, չէր կարող սկզբունքներին դեմ գնալ։ Խորհրդարանական կառավարման համակարգի անցումը ՀՀՇ ծրագրային դրույթներից է, նաև ժառանգության նախընտրական խոստումը։ Արզումանյանը 2012-ին падգամավոր է դարձել ընդդիմադիր այդ ուժի համամասնական ցուցակով։ Ես ողջունել եմ հայեցակարգը, ես քննադատել եմ բուն տեքստը, որում եղել են բազմաթիվ վիճահարույց հարցեր, դրանցից մի մասը զգալի մասը ընդունվել է։ Չի կիսում տեսակետը, թե սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Ինձ Սերժ Սարգսյանի ճակատագիրը չի հետաքրքրում։ Ուզում է դաշտում մնա, ասում եմ, այս սահմանադրությամբ կկեղծի խորհրդարանական ընտրությունները, կունենա մեծամասնություն, կդառնա վարչապետ։ Եվ այս սահմանադրությունը թույլ է տալիս հաջորդ նախագահային թեկուզ եւ ընդդիմությունից դարձնել ժողովրդի ասած կուրկուրի ձակ։ Նախկին արտգործնախարարը կարծում է խորհրդարանական կառավարման համակարգի անցումը եվրոպական ժողովրդավարություն կառուցելու եւ Ռուսաստանի բռնապետությունից ազատվելու հնարավորություն է։ Չունենալով միանձնյա իշխանություն, այլևս նման անակնկալ չի լինի, որ սեպտեմբերի 3-ին մենք երեկոյան իմանանք, որ այլևս գնում ենք լրիվ հակառակ ուղղությամբ 4 տարի բանակցելուց հետո Եվրոպայի հետ, այն վարչապետը, որը ներկայացնելու է Հայաստանը, ստիպված է լինելու գա Հայաստան, ազգային ժողովի հետ խորհրդակցի, քննարկում անի բաց, որից հետո նոր ինչ-որ թեմայով համաձայնություն տա։ Ոչ այոն, ոչ էլ ոչը քարոզելու մտադրություն չունի։ Մենք ինչ գործ ունենք դրանց հետ, կանցնի, մենք գող կլինենք, չի անցնի, շատ լավ, թող անեն, իշխանափոխություն են անում, թող իշխանափոխություն անեն։ Լյուդմիլա Սարգսյանը սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության միակ падգամավորն էր։ Երբ ներկայացվում է ժողովրդի դատին մի սահմանադրություն, որը ըստ էության տեսանելի է, որ հասնելու է հանրաքվեի, իսկ դա արդեն իսկ տեսանելի է, որովհետև ոչի շարժումը կարծես թե դեռ կայացման փուլում է եւ չգիտենք ուր կհասնի։ Այդ դեպքում ինչպես կարող ես անտարբեր նստել եւ չփորձել ինչ-որ կերպ բարեփոխել են, ինչ որ ներկայացված է, որը Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ուժին Սերժ Սարգսյանը նաև սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների հրավիրեց։ ՀԱԿ-ի համամասնական ցուցակով падգամավոր դարձած կուսակցապետն ընդունեց հրավերը։ Մեր զրույցում ասաց, ՀԱԿ-ի հետ հակամարտելու նպատակ չի ունեցել, քաղաքական անկախության ձգտումն է այդպես ընկալվել։ Դժբախտաբար Հայ ազգային կոնգրեսը չցանկացավ ճանաչել վերակազմյալ ՍԴՀԿ-ն։ Հավանաբար այդպես ավելի հարմար էր իրենց եւ ըստ էության քաղաքական գործընթացից մեզ դուրս էին թողնում։ Իշխանությունը պաստորեն ձեզ հրավիրել։ Ստացվեց, որ այո։ Տիկին Սարգսյանը հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելուն դեմ չէ։ Ված չէր լինի, եթե ունենայինք տեղ։ Ես դեմ չեմ, եթե ունենանք, բայց նման ոչ մի ասենք երաշխիք ոչ մեկը չունի ու ես առավել եւս, որովհետեւ դրա շուրջ ոչ մեկի հետ ոչ մի բան չի խոսվել։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը սահմանադրության փոփոխություններին դեմ քվեարկած 10 падգամավորներից է։ Ստացվեց այդպես, որ երկուսս դեմ քվեարկեցինք, 3-ը ձեռնպահ, ինչը դարձյալ դեմի դաշտում է։ Ասած աշխատել են մասնագիտական հանձնաժողովի հետ, բայց արդյունքից գոհ չեն մնացել։ Վերարտադրության վտանգ են տեսնում։ Քաղաքական մեծամասնությունը, որը որ կլինի, նրա ղեկավարը կորոշի ամեն ինչ, նույնիսկ գրասենյակից, ինչու՞ չէ։ Ինչը որ մենք տեսել ենք սմակակա տարիներին, ինչի մասին այսօր ինձ համար հետաքրքիր էր նաև խոսելը երկրի նախկին երկրորդ նախագահը։ Բիշարյանի խոսքով ոչի քարոզարշավին մասնակցելու են։